Եթե շուրջ բոլորը ընկուզենիներ են, ուրեմն դու աշտարակում ես, իսկ եթե աշտարակում ես, անպայման այցելիր այս վայրերը։ Առաջին կանգառը թող լինի 13-րդ դարում կառուցված Սուրբ Մարիաննա եկեղեցին, որտեղ դու կգտնես քո հանգստությունը։ Եկեղեցուց ոչ շատ հեռու Պերճ Պրոշյանի տուն-թանգարանն է։ Այստեղ դու կծանոթանաս ոչ միայն Պրոշյանի կյանքի պատմության հետ, այլ նաև կլսես հետաքրքիր փաստեր աշտարակի այլ ականավոր գործիչների մասին։ Աշտարակի ավանդույթների նիստուկացի մասին քեզ ևս կպատմեն։ Հոգևոր սնունդ ստանալուց հետո հերթը շոկոլադինն է։ Այցելիր Գուրմե Դուրմե շոկոլադի տուն։ Այստեղ կարող ես գնել ոչ միայն շատ համեղ շոկոլադ, այլ նաև տեսնել, թե ինչպես է պատրաստվում և փաթեթավորվում այն։ Երբ թանգարանից դուրս գաս, ոտքով իջիր աշտարակի ձոր, Քասաղ գետի ափ։ Ճանապարհը շատ հետաքրքիր է։ Գետի գեղեցկությունը վայելելուց բացի կտեսնես նաև Հայաստանի ամենահին կամուրջներից մեկը, կառուցված 17-րդ դարում, որը մինչ այսօր կանգուն է։ Կամրջի հենց հարևանությամբ Stone Bridge ռեստորանում գետի ափին կարող ես վայելել որևէ համեղ ուտեստ։